Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը բարև ձեզ։ Մերձավոր Արևելյան Թնջուկում Իրանի դերի եւ դերակատարության մասին հրապարակումներն առայժմ կարելի է անվանել զուսպ, երբեմն էլ զգուշավոր։ Մյուս կողմից անհերքելի է, որ այս տարածաշրջանում Իրանի դերը լավագույնն է եւ դիրքն է լավագույնը եւ առանց այս երկրի շահերը հաշվի առնելու դժվար է պատկերացնել որևէ հանգուցալուծում։ Ինչ նշանակություն ունի այս հանգամանքը Հայաստանի համար։ Այսօր մենք կզրուցենք իրանագետ Վարդան Օսկանյանի հետ, բարև ձեզ։ Սկսենք առաջինից եւ իմ կարծիքով ամենագլխավորից։ Ռուս-թուրքական լարվածությունում, սրված հարաբերություններում նախ ինչպիսին է Իրանի դիրքորոշումը, ինչքանով այն հստակ։ Ընդհանուր առմամբ, եթե մենք գնահատելու ենք Իրանի դիրքորոշումը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում հռետորաբանության մակարդակում, ապա իրանցիները բավական զուսպ են արտահայտվում, բայց այսուհանդերձ տարբեր մակարդակներով հստակ ուղերձներ կան հղված Թուրքիային եւ բնական է, որ իրանական դիրքորոշումը այս հարցում կարելի է կոչել ռուսամետ, բայց ռուսամետ այնքանով, ինչքանով դա նախ եւ առաջ իրանամետ է, այսինքն Իրանի եւ Ռուսաստանի շահերը այս համատեքստում Սիրիական Թնջուկի լուծման ուղիների հարցում եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքի շատ խնդիրների կարգավորման հարցում միանշանակ համընկնում են եւ այս համատեքստում Իրանը բնականաբար ռուսական կողմն է պահում, եթե կարելի է այդ եզրը օգտագործել։ Ինչ է տալիս այդ դիրքորոշումը Հայաստանին։ Տեսեք, Հայաստանը ընդհանուր առմամբ հայտնվել է բավական հետաքրքիր եւ ինչ որ առումով մեզ համար նաեւ նույնիսկ ձեռնտու իրավիճակում։ Իրանը նախ եւ առաջ վեցյակի հետ այդ հարաբերությունների կարգավորման առաջին փուլը բանակցային փուլի ավարտից հետո եւ համաձայնագրի ստորագրումից հետո գնում է բնականաբար տնտեսական մեկուսացումից դուրս գալու ճանապարհով եւ նաեւ քաղաքական մեկուսացումից դուրս գալու ճանապարհով մի կողմից, մյուս կողմից ռուս-թուրքական հարաբերությունների խաթարումը, հարաբերություններ, որոնք հիմնված էին բացառապես բիզնես շահերի վրա, տնտեսական հարաբերությունների վրա եւ չէին հաշվի առնում աշխարհակաղակական այն մրցակցությունը կամ թշնամանքը, որը պատմականորեն բնորոշ է եղել այս երկու երկրներին, հանգեցրել են նրան, որ որոշ ռուս գործիչներ մոռացել էին այդ մասին։ Գիտեք, ուզում եք հիշեցնեմ ինչպիսի ոգևորություն է։ Այո, եւ հետաքրքիր մի հանգամանք կա։ Տեսեք, սա մեկ անգամ եւս ինքնաթիռի ռուսական ինքնաթիռի խոցումը մեկ անգամ եւս ապացուցում է, որ աշխարհակաղակական շահը գերակա է ցանկացած տնտեսական շահի նկատմամբ։ Միայն պատկերավոր ասած լոլիկի եւ վարունգի առևտրի վրա երկու երկրների հարաբերություններ խորը ռազմաքաղաքական առումով դաշնակցային կամ պարտներական գործընկերային հարաբերություններ կառուցելը չի լինի եւ սա էլ ամենավառ վկայություններից մեկն է։ Դե լոլիկ վարունգը պատկերավոր ենք ասում, բայց իրականում խոսքը միլիարդների եւ հարյուրավոր միլիարդների մասին է։ Անշուշտ, բայց նույնիսկ այդ հարյուրավոր միլիարդները չզսպեցին Թուրքիային խոցելու ռուսական ինքնաթիռը եւ այսպիսով փաստացիորեն Սիրիայում այդ նոր օսմանականության գաղափարախոսությունը հաստատելու Սիրիայում եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքում հաստատելու տեսանկյունից Թուրքիան գերակայությունը տվեց իր գաղափարախոսական եւ իր աշխարհակաղակական շահերին այս տարածաշրջանում, քան դիցուկ Ռուսաստանի հետ, չգիտեմ, բազմամիլիոնանոց կամ միլիարդանոց գործարքներին։ Նույնը վերաբերում է նաեւ ռուսական կողմի ծրագրավորողներին, այսինքն ծրագրավորումը ըստ էության իրականացվել էր սխալ։ Նույնիսկ բազմամիլիարդանոց գործարքները չեն զսպում աշխարհակաղակական շահեր ունեցող երկրին եւ այդ երկրի ղեկավարությանը հանդես գալու, ասենք այսպես, տնտեսական շահը ոտնահարելու դիրքերից առաջնայինությունը տալով իր ազդեցության մեծացմանը, իր ներկայության մեծացմանը տարածաշրջանում։ Իրան վեցյակ բանակցությունները մենք դեռ կշոշափենք, բայց այս ասվածի կոնտեքստում ինչ է փոխվել Իրանի համար։ Տեսեք, Իրանը անմիջական հարևանի համար, ես միշտ սա պետք է շեշտեմ։ Իրանը փաստացիորեն միակ երկիրն է այժմ Մերձավոր Արևելյան տարածաշրջանում, որը խուսափել է ոչ միայն ներքաղաքական ցնցումներից, մենք տեսանք, որ Թուրքիան մատնված էր ներքաղաքական ցնցումների, հրահրվում էր արհեստական բախումներ ինչ որ առումով քրդերի հետ, տարբեր ընտրական գործընթացներում Էրդողանը եւ նրա քաղաքական թիմը արկածախնդրային նույնիսկ քաղաքականություն էին վարում միայն եւ միայն բարձրացնելու ձայների տոկոսը
եւ դրա արձագանքները մենք այսօր էլ տեսնում ենք Դիարբեքիրում պարետային ժամը վերացված չի։ Դե քրդերի հետ հարցը ընդհանրապես բաց է եւ այստեղ նաեւ Իրանն է ներառվում այդ։ Այս համատեքստում, եթե դուք նայեք, հենց թեկուզ քրդական հարցին անդրադարձանք, միջազգային ԶԼՄ-ներում հիշատակվում են թուրքական Քրդստանը, սիրիական Քրդստանը, իրաքյան Քրդստանի մասին այլևս չասեմ, բայց իրանյան Քրդստան եզրը կարծես թե դուրս է մնացել ամբողջությամբ։ Ձեր շատ զգուշավորությունը այստեղ արտահայտում։ Գիտեք, ընդհանրապես Իրանը ունի մի հետաքրքիր հանգամանք, որը մենք մշտապես պետք է հաշվի առնենք այդ երկրի հետ մեր հարաբերությունները կառուցելիս։ Իրանցիները խոսում են սովորաբար ռետորաբանական մի մակարդակում, որից դու պետք է ենթատեքստը հասկանաս եւ բանակցությունը շարունակես այդ ենթատեքստի համատեքստում։ Ուղիղ արտահայտություններ, խիստ արտահայտություններ, մեզ համար, այսպես ասած, տիպիկ լեռնցուն տիպիկ ուղիղ հարցակողական դիրքորոշում կամ ուղիղ նահանջի դիրքորոշում իրանական կողմը չունի եւ դա ունի պատմական մշակութային քաղաքակրթական պատճառներ։ Հետևաբար իրանական ցանկացած հայտարարություն պետք է քննարկվի երկու կոնտեքստով՝ դրա ուղղակի իմաստը եւ դրա ենթատեքստը։ Հիմա Թուրքիայի ներսում թուրք-քրդական բախումները ինչքանով կարող են ազդել Իրանի հետագա ծրագրերի վրա։ Ես նկատի ունեմ նաև արդեն Իրաք զորք մտցնելը, Միացյալ Նահանգների հորդորները, որոնք ի դեպ Թուրքիան դեռևս չի ընկալում։ Ընդհանրապես քրդական հիմնախնդիրը Մերձավոր Արևելյան տարածաշրջանում բավական խճողված եւ բարդ հարց է։ Մենք պետք է նկատի ունենանք, որ մենք գործ ունենք մի քանի, ասեմ այսպես, քրդերի հետ կամ մի քանի քրդական խմբավորումների հետ կամ մի քանի քրդական քաղաքական ուժերի հետ եւ համապատասխանաբար դրանց ռազմական թևերի հետ։ Չկա միասնական քրդական դիրքորոշում տարբեր հարցերում։ Ամենավառ օրինակը ՔԲԿ-ի փաստորեն մասնաճյուղ հանդիսացող սիրիական քրդերի զինված ջոկատները պայքարում են Թուրքիայի դեմ, Թուրքիայի ներսում այս կուսակցությունը ակտիվ պայքար է վարում Թուրքիայի պետության դեմ, իսկ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը իդեմս Մասուդ Բարզանիի հրավիրում է թուրքական զորքերին մուտք գործելու այն տարածքներ, որը ըստ էության Քրդստանի տարածքից էլ դուրս է, քրդական ինքնավարության տարածքից էլ դուրս է։ Հետևաբար իրանական դիրքորոշումն էլ այս հարցում ինչ որ առումով բազմաբևեռ է կամ բազմակողմ է։ Իրանը ինքը պոտենցիալ առումով քրդական հիմնախնդիր ունեցող երկրների շարքում է, բայց կարողանում է շատ հաջողությամբ կարգավորել եւ սուր անկյունները, ինչպես ասում են, կլորացնել, իրավիճակը պահել վերահսկողության տակ, ընդ որում ոչ ճնշումների միջոցով, այլ լծակների կամ մեխանիզմների կիրառության ճանապարհով։ Բայց Իրանը նաև զգալի ազդեցություն ունի Թուրքիայի ներսում եւ Իրաքում քրդական զարգացումների վրա։ Ասեմ այսպես, Իրաքում հյուսիսային Իրաքի այդ քրդական ինքնավարությունում երկրորդ խոշոր քաղաքական ուժը ակնհայտորեն գտնվում է իրանական ազդեցության տակ, Քրդստանի հայրենասիրական միությունը եւ վարում է շատ դեպքերում իրանամետ քաղաքականություն։ Հիմա այստեղից անցնենք մի շատ կարևոր հանգամանքի։ Ինչն է ոգևորել Ադրբեջանին այստեղ։ Գիտեք, Ադրբեջանի համար ոգևորության շատ առիթներ չկան։ Թերևս ոգևորել են Ադրբեջանին։ Թերևս ոգևորությունը մի քանի պատճառներ կարող է ունենալ։ Նախ մեկ անգամ եւս ցուցադրել, որ տարածաշրջանում ինքը այդ երկիրը կամ ավելի շուտ այնտեղ իշխող վարչակարգը գործոն է եւ կարող է, ասենք, սրել Ղարաբաղյան հակամարտության ռազմական հատվածը կամ իրեն առաջարկել որպես այդ իմ նշած թուրքական լոլիկների փոխարինող երկիր Ռուսաստանին լոլիկ մատակարարելու առումով, բայց մենք տեսանք լոլիկային քաղաքականության պատկերավոր ասած արդյունքները եւ ես կարծում եմ Ռուսաստանն էլ այդ հանգամանքը ֆիքսել է, այնտեղ էլ քաղաքական ծրագրավորումը ես կարծում եմ իրականացնում են ինտելեկտուալ մակարդակով եւ այս ամենը հաշվի կառնեն եւ բնականաբար այս համատեքստում պետք է հստակորեն վերանայվի ռուսական հարաբերություններ ընդհանրապես այսօր Կովկասի կամ Հարավային Կովկասի երկրների հետ։ Տարածաշրջանի միակ դաշնակիցը Ռուսաստանի աներկբայորեն Հայաստանն է, վստահելի դաշնակից, վստահելի գործընկեր։ Ադրբեջանի հետ համահավասարեցման քաղաքականությունը զենքը վաճառում ենք զուտ բիզնես շահերից ելնելով կարող է բերել նրան, որ հերթական ռուսական ինքնաթիռը խոցվի այս անգամ ռուսների իսկ վաճառած զենքով Ադրբեջանից։ Դուք գրեթե կանխեցիք իմ հարցը, ես ուզում եի ասել, որ Ադրբեջանը ոգևորված է ռուսական զենքով եւ այդ ոգևորությունը արտահայտում է ռուսական զենքով։
Այսօր թարմօրինակ 3 դիվերսիոն փորձ է կատարվել եւ 3-ն հետ են մղվել կորուստներով իհարկե։ Այո, այսինքն փաստացիորեն այդ ռուսական զենքի հանգամանքն էլ պետք է հստակորեն վերանայվի։ Գիտեք, լավ բան չէ Երևանից խորհուրդներ տալ Մոսկվային, բայց ամենևին խորհրդի մակարդակով չի սա ասվում։ Սա զուտ քաղաքական հաշվարկի, աշխարհաքաղաքական շահերի վերանայման լավ առիթ պետք է հանդիսանա այն խմբավորումների համար, այն քաղաքական վերնախավի համար Ռուսաստանի, որը դիցուկ բիզնեսը դիտարկում է ավելի առաջնային, քան աշխարհաքաղաքական շահերը կամ դաշնակցային հարաբերությունները։ Եվ ես կարծում եմ, որ այդ վերանայումը կընթանա, միգուցե ակնհայտորեն դա մենք չզգանք շոշափելիորեն կարճաժամկետ հատվածում, բայց երկարաժամկետ կտրվածքով առնվազն անմտություն կլինի շարունակել նույն քաղաքականությունը հյուսիսից մեր տարածաշրջանի հանդեպ։ Ես նկատի ունեմ նախ եւ առաջ այդ կեղծ համահավասարեցումը տարբեր խնդիրներում, կոմպլեմենտարությունը, որը այս պարագայում ամենևին անտեղի է, հաշվի առնելով, որ իրականության մեջ մենք գործ ունենք, տեսեք, Ռուսաստանը բազմաթիվ պատերազմներ է վարել Բալկաններից սկսած Կովկասով վերջացրած Կենտրոնական Ասիայում։ Ցույց կտակ որևէ դաշնակից Ռուսաստանի Բալկաններում կիսադաշնակից Սերբիան է մնացել, Բուլղարիայի պես պետությունը Ռուսաստանի դաշնակից չի, Կովկասում միակ դաշնակիցը Ռուսաստանի, իրական դաշնակիցը Հայաստանի Հանրապետությունն է։ Այլ դաշնակիցներ կարծես թե ռուս-թուրքական պատերազմների համատեքստում ձևավորված քաղաքական միավորների մեջ գոյություն չունեն։ Եվ սա եւս պետք է տա մտածելու։ Այդ իմաստով ուշադրության արժանի այսօր ամերիկյան քայլը օրինագիծ է նախապատրաստում ադրբեջանցի պաշտոնյաներին վիզա չտրամադրելու, այսինքն իրական առաջին պատժամիջոցն է կիրառում Ադրբեջանի նկատմամբ։ Ինչից է ծնվել այս քայլը։ Գիտեք, ես կարծում եմ, որ Ադրբեջանը բոլոր չափերը անցել է թե մարդու իրավունքների ոլորտում, թե էթնիկական զանազան խմբերի, թե կրոնական խմբերի ճնշման բռնաճնշումների այս ոլորտում եւ կա մի կարևոր հանգամանք՝ նավթի գինը, ինչպես ասում է ժողովուրդը, հասել է ջրի գնի եւ հետեւաբար նավթային գործոնը դադարել է ունենալ այն հսկայական կարևորությունը, ինչը ուներ մինչ այս։ Հետևաբար պետք է առաջիկայում սպասել, որ նախ Ադրբեջանը նավթային գների անկումից զգալիորեն վնասներ է կրելու եւ բնական է, որ դա արտացոլվելու է թե երկրի ներքաղաքական իրավիճակի վրա, տնտեսական դժվարությունները բերելու են ներքաղաքական դժվարությունների, թե նաեւ արտաքին քաղաքական կուրսի վրա, որովհետեւ խավիարի քանակությունը, որով կաշառվում էին տարբեր պաշտոնյաներ, ակնհայտորեն նվազելու է դրա գնման գումարների պակասման պայմաններում։ Հետևաբար Ադրբեջանի հանդեպ քաղաքականությունը շատ հարցերում վերանայվելու է նաև միջազգային հարթակներում եւ ի վերջո պարադոքսալ է, չգիտեմ, կատարյալ բռնապետական երկրի հանդեպ ունենալ ինչ-որ դրական դիրքորոշումներ կապված տարբեր խնդիրների հետ, կապված, չգիտեմ, կոնկրետ տարածաշրջանում որոշակի շահերի հետ։ Ի վերջո ամերիկյան քաղաքականությունը, ամերիկյան գաղափարախոսությանը հակասող երևույթ է բռնապետական ռեժիմների հետ գործ ունենալը, դրա վառ օրինակը մեկը Ադրբեջանն է, մյուսը Սաուդյան Արաբիան է եւ դա առաջացնում է ամերիկյան հասարակության մոտ լուրջ հարցեր, հատկապես այս նախընտրական շրջանում եւ ես կարծում եմ հետընտրական շրջանում եւս։ Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ երկու օրից հանդիպում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները։ Այո, այդ հանդիպման մասին տեղեկատվությունը կա եւ ես կարծում եմ, որ մեր դիրքերը այս հանդիպման նախաշեմին շատ ավելի ամուր են, հաշվի առնելով այն քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ եւ հաշվի առնելով Հայաստանի կատարած լրացուցիչ քայլը դեպի ժողովրդավարություն, նկատի ունեմ սահմանադրական բարեփոխումների այս հանգամանքներ, այսինքն մենք երկրի կառավարման համակարգով էլ Ադրբեջանից առաջ ենք անցնում, ես ներքաղաքական խնդիրների մասնագետ չեմ, բայց իմ համեստ կարծիքով առաջ ենք անցնում նաև այս ոլորտում։ Այդուհանդերձ մի այսպիսի սուր կարծիք հնչեց օրերս դրսից, որ եթե Ադրբեջանը պատերազմում է մեզ հետ, ապա ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Գիտեք, կան տարբեր մակարդակների կարծիքներ։ Տեսեք, պետք է ըստ իս դերաբաշխում լինի նաև քաղաքական դաշտում։ Ոմանք պետք է շատ խիստ հայտարարություններով հանդես գան, նույնիսկ ես ասեմ ոչ միայն կուսակցական, պարլամենտական մակարդակով եւ այլն, մեկը պետք է հանդես գա նույնիսկ կոչով, թե Ադրբեջանը պետք է քանդվի, վերանա եւ այլն եւ այլն,
դա պետք է հավասարակշռվի արդեն քաղաքականություն իրականացնող կոնկրետ անձանց հավասարակշիռ դիրքորոշմամբ։ Բնական է, երկրի նախագահը, արտգործնախարարը բոլորովին այլ դիրքորոշում պետք է ունենան արտահայտելիս եւ այլ խմբեր, քաղաքական վերնախավի այլ շերտեր կարող են հանդես գալ նույնիսկ շատ դեպքերում հակադիր դիրքորոշումներով կամ ավելի խիստ դիրքորոշումներով, ծայրահեղ դիրքորոշումներով, ինչու՞ չէ։ Իրան-Ադրբեջան հարաբերությունների նրբությունը այստեղից բխում է Ադրբեջանում ապրող իրանցիների քանակով, կոպիտ է հնչում, բայց գիտեք, այսպիսի խնդիր կա, Իրան-ադրբեջանական հարաբերությունները այնքան բարդ խնդիրների մի մեծ հանգույց են ներկայացնում, որ դրա ծայրը գտնելը եւ բացելը բավական բարդ է լինելու։ Ամենակարևորը ես դա ինչու եմ նշում, որովհետեւ եթե վաղը մյուս օր խոսվի ավելի իրական հանգուցալուծման մասին, Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին, այստեղ Իրանի դերն ու դիրքորոշումը ավելի հստակ է դառնալու։ Համաձայն եք այս։ Ակնհայտորեն Իրանը այժմ էլ ռետորաբանության մակարդակով փորձում է պահպանել հավասարակշիռ դիրքորոշում, բայց ակնհայտ է, որ իրանական շահերի տեսանկյունից ազատագրված տարածքները, որոնք անմիջականորեն Իրանի սահմանակից հատվածում են եւ իրականության մեջ դե ֆակտո հայ-իրանական սահմանը ավելացվել են 100-ից ավել կիլոմետրով, ձեռնտու է Իրանին, որովհետեւ Իրանի հյուսիսում Ադրբեջանական Հանրապետության նաեւ սադրիչ գործողությունների արդյունքում կան որոշակի խմբավորումներ, որոնք վտանգ են ներկայացնում այս երկրի տարածքային ամբողջականության համար։ Բացի այս, Ադրբեջանը հանդիսանում է կարևորագույն պլացդարմ, հենակետ, որը օգտագործվում էր եւ օգտագործվում է հակաիրանական տարբեր գործողությունների համար։ Տեսեք, Հայաստանը երբևիցե եւ Իրանը բարբերաբար այդ մասին հիշեցնում է։ Այո, Հայաստանը երբևիցե նման դերակատարություն չի ստանձնել եւ ես կարծում եմ, որ շատ ճիշտ մոտեցում է դա եւ անբնական կլիներ, եթե մենք բարեկամականից բացի այլ դիրքորոշում ունենայինք Իրանի հանդեպ։ Բայց Ադրբեջանը հակառակ իր, այսպես ասած, հայտարարություններին մշտապես եղել է հակաիրանականության կարևոր օջախ։ Ընդ որում, հակաիրանականությունը ադրբեջանական ինքնության ձևավորման կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Այդ ինքնությունը ձևավորվել է հակաիրանականության հիման վրա, բյուրեղացել հակահայկականության շնորհիվ։ Հետևաբար շատ դժվար է ասել Ադրբեջանը առաջին տեղով հակաիրանական երկիր է, թե հակահայկական։ Այդ դերերը եւ տեղերը մշտապես փոխվում են։ Ըստ էության, եթե մենք դիտարկելու լինենք ընդհանրապես քաղաքականությունը, որը վարել է Ադրբեջանական Հանրապետությունը, թե անկախացումից հետո, թե մինչ այդ, թե առաջին հանրապետության, այսպես կոչված Ադրբեջանական առաջին հանրապետության տարիներին, թե նույնիսկ խորհրդային բանակի հյուսիսային Իրան ներխուժման տարիներին, երբ հռչակվեց ճակերտավոր Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը Իրանում։ Փորձենք ամփոփել։ Հաշվի առնելով արդեն նախադեպը, որ Թուրքիան զորք է մտցրել Իրաք եւ այդ զորքի մի մասն է դուրս բերել, մի մասը չի համաձայնել դուրս բերել, միաժամանակ Սաուդյան Արաբիան հայտարարում է ինչ որ կոալիցիա ստեղծելու մասին, ընդ որում գերազանցապես մամեդական բնակչությամբ երկրներին ներգրավելով դրա մեջ, ասում են Ադրբեջանն էլ է այստեղ։ Անկեղծ ասած տեղեկատվությունը հակասական է, հստակ չէ դեռևս, թե արդյոք Ադրբեջանը մասնակցում է այդ կոալիցիային, թե ոչ։ Ինչևէ, հասունանում է այս տարածաշրջան, մասնորբար Սիրիա նաև զորք մտցնելու պահը արդեն։ Այսինքն ավելի պարզ ասած եկել է բաժանելու ժամանակը։ Ես չեմ կարծում, որ Թուրքիային թույլ կտան մասնակցել այդ բաժանման գործընթացին։ Թուրքիան անշուշտ մեծ ցանկություն ունի պոկելու այն կտորները։ Դա Թուրքիայի մանկական երազանքն է։ Այո, որոնք ըստ թուրքական ներկա քաղաքականության գաղափարախոսների հանիրավի կերպով պոկվել են Օսմանյան կայսրությունից, բայց դա ամենևին հանիրավի չէ եւ այժմ աշխարհում բոլորովին քաղաքական այլ իրավիճակ է։ Այսօր թուրքական պետությունը, ես կարծում եմ, եւ քաղաքական վերնախավը պետք է մտածի լրացուցիչ մասեր չկորցնելու վերաբերյալ, այլ ոչ թե էքսպանսիայի տարածաշրջանում ծավալապաշտական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, որովհետև Թուրքիայի ներսում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք համապատասխան միջամտությունների պայմաններում քրդական հարց, ալևիական խնդիր, ձախեր Թուրքիայի քաղաքական դաշտում եւ այլն, կարող են լրջորեն վտանգել Թուրքիայի ներկայիս պետության տարածքային ամբողջականությունը, ուր մնաց թե Թուրքիան ձգտի ծավալվել առաջ եւ բնական է, որ սա նաեւ ինչ որ առումով կանխարգելիչ
նպատակ է հետապնդում դուրս գալ սեփական սահմաններից, առնվազն արկա սահմանները պահպանելու տեսանկյունից, բայց տարածաշրջանը Մերձավոր Արևելքի, ինչպես ասում են, Արևելքը շատ նուրբ տարածք է եւ չի կարելի հստակորեն պնդել, որ այդ քաղաքականությունը հաջողությամբ Եվ որպես վերջին ակորդ ասվածին, խնդրում եմ միայն շատ կարճ արձագանքեք, իրանական բալեստիկ հրթիռի արձակումը ինչ ազդակ էր եւ ում էր հաստատագրված։ Գիտեք, իրանցիները բանակցային այս փուլում, այս պարբերաբար ցույց են տալիս, որ իրենց երկիրը տարածաշրջանում շարքային երկիր չէ, այլ գերտերություն է։ Եվ դա իրականացվում է թե հրթիռների արձակման մակարդակով, թե իրանական պաշտոնյաների որդեգրած դիրքորոշմամբ, թե երկրի ներսում բնակչության շրջանում տարվող քարոզչությամբ, ցանկացած իրանցի համոզված է, որ իրանական պետությունը այս տարածաշրջանի ամենահզոր, ամենամեծ իրավունքներ ունեցող երկիրն է, անկախ նրանից դա պատմականորեն ճշմարտացի է, ճշմարտացի չէ, ինչքանով է արդարացված, բայց երկրի բնակչությունը համոզված է, որ ինքը գերտերության բնակիչ է եւ այլ ոչ թե բանակցությունները ձախողելու քայլ։ Այո, իրականում ավելի շատ բանակցությունների նախաշեմին սեփական դիրքերը կրկին անգամ ամրապնդելու քայլ էր։ Շնորհակալություն մեկնաբանությունների համար։ Մենք այսօր հարցազրույցում լսում ենք իրանագետ Վարդան Ոսկանյանին։ Այսքանը, հաջողություն։